անպաշտպան նստած են։ Ժողովուրդ, այդ հումորը ընդունեցինք, դրեք մի կողմ, նստեք եւ առանց դատարանի թույլտվության։ Ես նստած եմ արդեն 8 ամիս։ Բարի, առանց դատարանի թույլտվության չխոսեք։ Դատարանը ինձ չի կարող թույլ տալ կամ թույլ չտալ։ Դատարանը արգելում է, այս պահին դուք խանգարում։ Ես էլ չեմ արգելվում։ Հիմա այս պահին նստեք ձեր հաթոռին, որպեսզի շարունակվի դատականիստը եւ խանգարեք։ Պաշտպան Խուդյան ներկայացեք։ Պաշտպանն էլ կարող է գնալ։ Մինչև կանրադառնամ։ Իդեպ սա նշեմ, որպեսզի վարդի մասնակիցները ավելի պարզ լինի, սա եւ մեղադրանքի կողմից եւ առավել եւս պաշտպանական կողմի համար բնականաբար ավելի գերադասելի է, որ մենք ծավալը սահմանենք, հնարավորինս շուտ մտնենք դատականության փուլ։ Սա նաեւ մեղադրանքի կողմի եւ պաշտպանական կողմի շահերից է։ Ուրեմն ես հայտարարություն եմ անելու։ Ինչ որ դուք ասում եք ճիշտ չի։ Որովհետև ասեմ ինչու ճիշտ չի։ Երբ որ Աշտոտություն եք ցանկանում անելու, դատանը պետք է թույլտվություն տա։ Ես թույլտվություն չեմ տալի, եւ պաշտպան Խուդյանին եմ լսում։ Հարգելի Սրբազան, ամենայն հարգանքով դեպի ձեզ, այս պահին ես թույլ չեմ տալիս, պաշտպան Խուդյանը պետք է եթե ցանկանում է ներկայացնի ծավալի հետ կապված, խնդրեմ այս պահին ներկայացրեք ծավալի հետ։ Մենք ծավալի հետ կապված չենք ներկայացնում։ Այլ երբ որ կհասնենք այլ հարցերին, խնդրեմ այլ հարցերի շրջանակներում ներկայացրեք այն ինչ որ կցանկանաք վերաբերելի կլինի քրեական գործում։ Պատվարժան դատարան, մենք ծավալի հետ կապված խնդիր չունենք ներկայացնելու։ Այն ինչ որ տեղի է ունեցել մինչև հիմա, դա բավարարից էլ բավարարը մեկ։ Երկրորդ այն ինչ որ մեղադրող կամ ինչպես Գոշը ասում է, ամբաստանողները ներկայացնում են, իրենք չներկայացրեցին ոչ մի բան։ Այս ամբողջը ել եմ կրկնելու, բացարձակ արժեք չունի։ Դուք հիմա նստած ուղղակիորեն ժամ եք լրացնում, այդքան է։ Ուզում եք վիրավորական արեք, այսքան վիրավորելուց հետո մի փորձեք նման ձևով շարունակել, նստեք։ Մի ոչ թե մի փորձեք նման ձևով շարունակել։ Ոչ թե փորձել եմ, այլ շարունակել եմ։ Փորձեք ուրեմն դատանը համապատասխան միջոցներ։ Միջոցներ կիրառեք, ինչ ուզում եք կիրառեք։ Պաշտպան Խուդյան, լսում ենք ձեզ։ Նախ եւ առաջ պատվարժան դատարան, երբ որ ասում եք, որ բոլորիս խնդիրն է հնարավորինս արագ ավարտել այս փուլը մտնել դատականություն, չգիտեմ դա ձեր խնդիրն է, մեղադրանքի կողմի խնդիրն է, ասա պաշտպանության խնդիրը, դա պաշտպանության խնդիրը բովանդակային օրենքի պահանջներին համապատասխան տրամաբանական process ապահովելն է, անկախ դրա տևողությունը ինչքան կլինի։ Մենք այստեղ չենք շտապում, մենք ուզում ենք տրամաբանություն տեսնել եւ օրենք։ Երկրորդը Բաղրատ Սրբազանի վերաբերյալ խափանման միջոցի որոշումը ես առայսօր չեմ ստացել, թեև այդ որոշումը ձեր կողմից կայացվել է 3 շաբաթ առաջ։ Չեք ստացել, ես նորից եմ կրկնում, ուրեմն նոր պաշտպանն էլ նշեց այդ մասին, հենց այս պահին որևէ անձի կարող եք ուղարկել կենտրոնին դատանից ստանալ։ Պատվարժան դատան այդ դատանը ձեր հասցեներով ուղարկվել է, այս արդեն դատանի խնդիրը չի, թե ինչի է ուշ հասնում տեղ։ Մեղադրյալի վերաբերյալ դատանը 19 փետրվարին է կայացրել որոշումը, փետրվարի 19-ին։ 3 շաբաթի մասին ես չեմ կարողանում հասկանալ, ինչ 3 շաբաթի մասին կարող է խոսքը գնալ։ 2 շաբաթ։ Չէ, հարցը դրանով չէ, երրորդ ժամկետում ուղարկվել է։ Բարի, պատվարժան դատան, բայց քանի որ ես 15 օր արդեն այդ որոշումը չեմ ստացել, դա միայն իմ խնդիրը չի, դատարանի խնդիրն է։ Ուրեմն պարզենք այսօր, ես հիմա աշխատակ կազմին էլ կհանձնարարեմ, եթե չկա հավաստագիրը, որ դուք ստացել եք, ձեզ կզանգարեմ այն ճիշտ հասցեով, որը որ դուք կներկայացնեք, այդ հասցեով կուղարկել։ Ները պենեստեք և կարող եք ստանալ ի վերջո արձերն, եթե դրա ցանկությունը կա։ Ավելին ասեմ,
Քրեակատարողականը հիմնարկել է օրինակները ուղարկվել։ Օրինակները երկու օրինակից մեկ օրինակը քրեակատարողական հիմնարկել, մեկ օրինակը մեղադրելի տրամադրել։ Ես չգիտեմ, ստացել եք թե չեք ստացել, որովհետև հավաստագիրը այդ վերադարձի բանի ստացման հետ կապված դատարանի սպայդրությամբ դեռևս չի ստացել։ Դա մյուս հարցը։ Երրորդ հարցը։ Երբ որ պատրաստվում էի ապացույցների ծավալը ներկայացնելու, նաև մշակում էի հանրային մեղադրողների կողմից հնչեցված տեքստը, ու մի նման բան բացահայտեցի, որը հարց առաջացնում ուզում եմ Պաշտպան Պողոսյան, ձեր գոլեգան է վերջում ելույթ ունենում, էլի։ Հիմա որ դուք խոսում եք այդտեղ, խանգարում եք, թույլ տվեք։ Պատվարժան դատարան Պաշտպան Պողոսյանը չէր խանգարում ինձ, բայց դուք ընդհատում եք։ Դուք խոսում եք այդտեղ, այստեղ լսվում է։ Ինձ եք խանգարում, նստեք, նստեք, հա, նստեք, նստեք ձեզ։ Երբ որ հանրային մեղադրողները ներկայացրել են ապացույցների ծավալ, իրենց ելույթներում նշել են թվարկելով ապացույցներ, ամենաուժ ժամկետի գաղտնալսումը հունիսի 29-ի գաղտնալսում, այսինքն թվարկել են օրերով, ծրագրությունը ունեն դատախազների ելույթի։ Այնուհետև հնչեցրել են այդ յուրաքանչյուր ապացույցը որ հատորի, որ գործթերթում է։ Երբ որ այդ հատորների գործթերթերն էի ուսումնասիրում, հայտնաբերեցի նաև, որ դրանք պարունակում են տվյալներ ոչ միայն նախապես հայտարարված օրերի ապացույցների վերաբերյալ, այլև դրանք պարունակում են տվյալներ հուլիս-օգոստոս ամիսներին Բագրատ Սրբազանի և Միքայել Սրբազանի խոսակցությունների գաղտնալսման վերաբերյալ։ Հիմա ուզում ճշտեմ արդյոք դա վրիպակ եղել հանրային մեղադրողների կողմից, թե իրենք պնդում են, որ այդ ապացույցները նույնպես պետք է հետազոտվեն, որովհետև որպես ապացույց չէին հայտարարել, բայց էջերը նշել են այդ նյութերի։ Ցանկանում եք մեղադրողները կարող եք այս հարցով բացատրել։ Պատվարժան դատարան ըստ ներկա պահին հիմա չեմ կարող պարզաբանել, բայց քանի որ մենք գտնվում ենք այն փուլում, երբ որ պարոն Խուդարյանը եւ պաշտպանական կողմն են ներկայացնում իրենց կողմից ապացույցների ծավալը եւ հետազոտման ենթակա, ես նշեմ, որ պարոն Խուդարյանը եւ առասարակ պաշտպանական կողմից իրենց այդ միջնորդությունը ավարտելուց հետո մեղադրանքի կողմը եւս մեկ անգամ մեր ներկայացված ծավալին շատ